Վերջերս մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում. ինչ կլիներ, եթե մենք ապրեինք սիմուլյացիայի մեջ։ Ինչ կլիներ, եթե մեր ամբողջ աշխարհը ավելի առաջադեմ մեկի կողմից ստեղծված համակարգչային ծրագիրը լիներ։ Այս գաղափարը թափանցել է մասսայական գրականության մեջ, ֆիլմերի, գիտաֆանտաստիկայի, տեխնոլոգիական միլիարդատերերի հայտարարությունների միջոցով, եւ շատերը այն նույնիսկ համարում են գիտական։ Բայց եկեք մտածենք այդ մասին, ինչը թաքնված այս տեսության հետևում։ Գիտական վերլուծություն, թե թվային փաթեթավորմամբ փիլիսոփայական առասպել։ Ողջույն, ձեր հետ այսպերքն է։ Այս տեսանյութում որպես մատերիալիստ կբացատրեմ, թե իրականում ինչ է սիմուլյացիան, որտեղից է առաջացել սիմուլյացիոն աշխարհի գաղափարը եւ ինչու այն բացարձակապես չի դիմանում քննադատությանը, գիտական, տրամաբանական կամ փիլիսոփայական տեսանկյունից։ Մեր առջև իրականության մասին վարկած չէ, այլ տեխնոմիստիցիզմի մի ձև, նոր կրոն, որը թաքնվում է ալգորիթմ, համակարգիչ եւ կոդ բառերի հետևում։ Բաժանորդագրվեք այսպես կարիքին եւ եկեք պարզենք, թե ինչու աշխարհը սիմուլյացիա չէ, այլ օբյեկտիվ նյութական իրականություն է։ Ինչ է սիմուլյացիան։ Նախքան քննարկելը, թե արդյոք մենք ապրում ենք սիմուլյացիայի մեջ, թե ոչ, մենք պետք է հասկանանք, թե ինչ է սիմուլյացիան։ Սիմուլյացիա մոդել է իրական երևույթի պարզեցված ներկայացում։ Օրինակ, երբ օդերևութաբանները կազմում են համակարգչային եղանակի մոդել, դա սիմուլյացիա է։ Երբ մենք վիդեոխաղում տեսնում ենք խաղակ, դա սիմուլյացիա է։ Թեև դրա հետևում թաքնված են պարզեցված կանոններ, արհեստական սահմաններ եւ նախապես գրված սցենարներ։ Կարևոր է հասկանալ գլխավորը. սիմուլյացիան միշտ աշխատում է իրական նյութի վրա։ Այն գործարկվում է նյութական սարքի միջոցով, համակարգիչ, պրոցեսոր, ինժեների կողմից ստեղծված ծրագիր, որը գործում է ֆիզիկայի օրենքներին համապատասխան։ Այն ինքնուրույն գոյություն չունի, դա կախված է էներգիայից, կոդից, երկաթից։ Չկա համակարգիչ, չկա սիմուլյացիա։ Էլեկտրաէներգիա չկա, սիմուլյացիա չկա։ Դա պարզ է։ Հիմա եկեք տրամաբանական հարց տանք։ Եթե մեր ամբողջ աշխարհը սիմուլյացիա է, ապա որտեղ է ինքը համակարգիչ է։ Ինչի վրա է այն աշխատում, ով է այն կառուցել, ինչից։ Որտեղ է գտնվում այդ արտաքին աշխարհը, որտեղ ենթադրաբար գտնվում է մեր սիմուլյատորը։ Պատասխան չկա, ոչ ոք սա չի բացատրում, որովհետև ըստ էության դա պարզապես ֆանտազիա է, գեղեցիկ հետաքրքրաշարժ, բայց իրականության հետ որևէ կապ չունեցող։ Սիմուլյացիան իրական աշխարհի արդյունքն է, եւ ոչ թե հակառակը։ Ասել, որ ամբողջ աշխարհը սիմուլյացիա է, նույնն է, թե ասել, որ կտավն է նկարել նկարչին։ Իսկ դուք ինչպես եք կարծում, ովքեր են շահագրգռված սիմուլյացիայի գաղափարի տարածմանը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, իսկ մենք շարունակում ենք։ Որտեղից ծագեց սիմուլյացիայի գաղափարը։ Ուրեմն որտեղից է ծագել այդ տարօրինակ գաղափարը, որ մեր ամբողջ աշխարհը կարող է ինչ-որ մեկի համակարգչային խաղը լինել։ Նախ այն ունի իր խորը փիլիսոփայական արմատները։ Նույնիսկ հին ժամանակներում կային իդեալիստներ, որոնք պնդում էին, որ աշխարհը պատրանք է, եւ շրջապատող ամեն ինչ գիտակցության արդյունք է։ Ավելի ուշ այս գաղափարը ընդունեցին սոլիպսիստները։ Նրանց կարծիքով այն ամենը, ինչ դուք տեսնում, զգում եւ ապրում եք, պարզապես ձեր գիտակցության արգասիքն է։ Ասում են, որ մեր շուրջը գտնվող ամեն ինչը կարող է ընդհանրապես գոյություն չունենալ։ Եվ այսպես 21-րդ դարում այս հին, խոշոր փիլիսոփայությունը պարզապես նոր թվային ակնոցներ է հագել։ Հիմա աստծո փոխարեն ծրագրավորող կա, հրեշտակների փոխարեն ալգորիթմներ, երկնքի փոխարեն սերվերների սենյակ։ Միտքը նույնն է, դուք իրական աշխարհում չեք, սա մեկ ուրիշի կողմից ստեղծված պատրանքն է։ Միայն փաթեթավորումն է փոխվել։ Երկրորդ, փոփ մշակույթը գրակշռել է սրա վրա։ Մատրիցայի նման ֆիլմեր, համակարգչային խաղեր, կիբերփանկ, գիտաֆանտաստիկա, այս ամենը տարածել է այն գաղափարը, որ մենք ենթադրաբար կարող ենք ապրել սիմուլյացիայի ներսում։ Գեղարվեստական գրականության համար սա հզոր պատկեր է, բայց երբ մարդիկ սկսում են դա բազմացիորեն ընդունել, դա խնդիր է դառնում։ Եվ երրորդ, այս տեսությունը սնուցվել է միլիարդատերերի կողմից, ինչպիսիք են Իլոն Մասկը, ովքեր սիրում են խորհրդավոր եւ խորը հնչել։ Նրանք փիլիսոփայության, ֆիզիկայի կամ նյարդաբանության ոլորտների գիտնականներ չեն, բայց ցավոք նրանք շատ բաժանորդներ ունեն։ Եվ շատերը կարծում են, որ եթե հարուստ մարդը ինչ-որ բան է ասում, դա պետք է ճիշտ լինի։ Նախորդ ասեմ ոչ։ Սիմուլյացիայի տեսությունը գիտական հիպոթեզ չէ։ Դա քողարկված կրոն է, միայն չիպերով ու կոդով, այլ ոչ թե աստվածաշնչով։ Դրա նպատակը աշխարհը բացատրելը չէ, այլ ավերծվածի գաղտնիքի զգացողություն ստեղծելը եւ իրական միտքը մետաֆիզիկական միրաժով փոխարինելը։
Ինչու է սա տեխնիկապես անհնար։ Լավ, նույնիսկ եթե մի վայրկյան պատկերացնենք, որ ինչ-որ մեկը իսկապես ուզում է մոդելավորել մեր աշխարհը, բարձ հարց է առաջանում. ինչպես։ Տեխնիկական տեսակյունից սա պարզապես անհնար է։ Նախ տիեզերքը մեր դիտարկած մանրամասնության մակարդակով մոդելավորելու համար ձեզ անհրաժեշտ է համակարգիչ, որն ավելի հզոր է, քան տիեզերքը ինքը։ Աբսուրդ է, այո, որովհետև ինչ-որ բանի մոդելավորումը պահանջում է ռեսուրսներ, որոնք առնվազն նույնքան մեծ են, որքան օբյեկտն ինքը։ Սա նշանակում է, որ սիմուլացված աշխարհը պետք է լինի ավելի մեծ, ավելի բարդ և ֆիզիկապես ավելի իրական, քան մերը։ Բայց հետո սիմուլյացիան այլևս ոչինչ չի բացատրում, այն միայն հարցը տեղափոխում է ավելի բարձր մակարդակի։ Երկրորդ, իրական սիմուլյացիաները միշտ պարզեցումներ են։ Երբ մենք մոդելավորում ենք կլիման, քաղաքները կամ նույնիսկ ատոմները, մենք բաց ենք թողնում մանրամասները, մենք վերացարկում ենք։ Մեր աշխարհը ընդհակառակը լի է հակասական, ոչ գծային գործընթացներով։ Այն համակարգչային մոդելի տեսք չունի, նա չափազանց իրական է։ Երրորդ, եթե մենք ապրեինք սիմուլյացիայի մեջ, կնկատեինք խափանումներ։ Որտեղ են խափանումները։ Որտեղ է, այսպես ասած, FPS-ի անկումը։ Սա գոյություն չունի։ Ֆիզիկայի օրենքները գործում են սահուն, ճշգրիտ և կրկնվող կերպով։ Տարածությունը շարունակական է, ոչ թե դիսկրետ, ինչպես ցանկացած թվային մոդելում։ Վերջապես, թվային համակարգերի մասին մեր իմացած ամեն ինչ խոսում է դրանց սահմանափակումների մասին։ Հիշողության ծավալ, հաշվողական հզորություն, ուշացումներ, սխալներ։ Մեր աշխարհը որակապես այլ բան է։ Այն ցույց չի տալիս որևէ նշան, որ դրա տակ թաքնված է որևէ արհեստական կոդ։ Ասել, որ մեր աշխարհը սիմուլյացիա է, նույն է, թե ասել, որ իրական լեզը ինչ-որ մեկի համակարգչի եռաչափ մոդել է։ Ոչ, այն կշռում է, սեղմում, փշրվում է քարերի պես և ընկնում է, եթե կանգնում ես դրա տակ։ Դրանք փիքսելներ չեն, դա նյութ է։ Ինչու է սա ոչ գիտական։ Սիմուլյացիայի տեսաբանները հաճախ սիրում են ասել. դե ինչու ոչ, հնարավոր է։ Բայց գիտությունը չի գործում, ինչ կլիներ, եթե սկզբունքով։ Գիտությունը ֆանտազիայի խաղ չէ։ Այն ապացույցների, ստուգման, վերարտադրելիության և տրամաբանության վրա հիմնված համակարգ է։ Հիմա եկեք անկեղծորեն մեզ հարց տանք. կա արդյոք որևէ դիտարկում, որը ցույց է տալիս, որ մենք ապրում ենք սիմուլյացիայի մեջ։ Ոչ, ոչ մի։ Սա սիմուլյացիայի տեսումը դարձնում է անհերքելի, այսինքն այնպիսին, որը ոչ կարելի է ապացուցել, ոչ էլ հերքել, և հետևաբար ընդհանրապես գիտական վարկած չէ։ Դա նույնն է, եթե ասենք, որ գուցե աշխարհը զուգահեռ տիեզերքում գտնվող հսկա կատվի երազանքն է։ Հետաքրքիր է, այո, գիտական ոչ։ Գիտությունը հիմնված է այն փաստի վրա, որ աշխարհը իրական է, գոյություն ունի մեր գիտակցությունից անկախ և ենթարկվում է բնության օբյեկտիվ օրենքներին։ Եվ սիմուլյացիոնիզմը, ինչպես կրոնը, ներմուծում է միստիցիզմ։ Միայն թե Աստծո փոխարեն այն փոխարինում է վերացական ծրագրավորողով։ Սա իդեալիզմի ժամանակակից ձև է, որը խոսում է կոդերի և փիքսելների մասին, հոգիների և աստվածների փոխարեն։ Էությունը նույնն է, փորձ աշխարհի նյութական բացատրություններից անցնելու մոգության, միայն տեխնիկայի բաղապաշարով։ Բայց հենց որ մենք հրաժարվում ենք իրականությունից, մենք հրաժարվում ենք գիտությունից, և դա նշանակում է առաջընթացից, ճշմարտությունից և աշխարհը փոխելու հնարավորությունից հրաժարում։ Իրական օբյեկտիվ աշխարհի նշաններ։ Ձեզ պետք չէ որևէ փիլիսոփայական հնարքներ հասկանալու համար, որ աշխարհը իրական է։ Պարզապես նայեք, թե ինչպես է այն կառուցված։ Նախ նյութը գոյություն ունի մեզնից անկախ։ Քարը չես ստեղծում, երբ նայում ես դրան։ Նա կար քեզնից առաջ և կլինի քեզնից հետո։ Իրականությունը չի անհետանում, երբ փակում ես աչքերդ։ Նա մեր գիտակցությունից դուրս է։ Սա օբյեկտիվ աշխարհի հիմնարար առանձնահատկություն է։ Այն կախված չէ սուբյեկտիվ կամքից, հավատքից կամ երևակայությունից։ Երկրորդ, աշխարհում կան կայուն պատճառահետևանքային կապեր։ Եթե բաժակը գցես, այն կկոտրվի, միշտ։ Եթե խառնեք քացախը և սոդան, ռեակցիա կլինի։ Սա փոփոխական սցենարի սիմուլյացիա չէ։ Սրանք նյութական անփոխարինելի օրենքներ են, որոնք կարելի է ուսումնասիրել, կրկնել, կիրառել։ Երրորդ, մեր աշխարհը շարունակական է, այլ ոչ թե դիսկրետ, ինչպես թվային համակարգը։ Սիմուլյացիայի մեջ ամեն ինչ բաժանված է բիթերի, 0 և 1։ Իրականում ամեն ինչ հարթ է, առանց քայլերի։ Ջուրը հոսում է փոշի, ցրված է, ձայնը անընդհատ տարածվում է։ Սրանք թվային միջավայրի բնութագրիչներ չեն, այլ նյութական աշխարհի հատկություններ։ Եվ վերջապես, մեր շրջապատող ամեն ինչ նյութ է, շարժման և փոխազդեցության մեջ։
Կան ատոմներ, դաշտեր, էներգիատահացություն, ժամանակ։ Այս ամենը գոյություն ունի օբյեկտիվորեն եւ ենթարկվում են բնության օրենքներին, անկախ դիտորդից։ Աշխարհը չի սպասում, որ դու բացես աչքերդ։ Այն պարզապես այդպես է, եւ դա ծրագրավորողի կարիք չունի։ Ինչու է կարևոր հերքել այս գաղափարը։ Ինչ-որ մեկը կասի. հետո ինչ, թող մարդիկ հավատան, որ աշխարհը սիմուլյացիա է։ Ում է սա անհանգստացնում։ Բայց բանն այն է, որ սա անվնաս ֆանտազիա չէ։ Սիմուլյացիայի գաղափարը խաթարում է աշխարհի օբյեկտիվության, գիտելիքի արժեքի, մարդու իրականությունը հասկանալու եւ փոխելու ունակության հանդեպ հավատը։ Եթե մեր շուրջը ամեն ինչ պարզապես թվային երազանք է, ապա ինչու ուսումնասիրել ֆիզիկա, ինչու պայքարել անարդարության համար, ինչու զարգացնել գիտությունը եւ փոխել հասարակությունը։ Սա պասիվության, խոնարհության եւ մանկամտության մտածելակերպ է։ Այս տեսակետը վտանգավոր է, քանի որ սպանում է գործելու կամքը։ Այն մարդու սուբյեկտից վերածվում է ավատարի, եւ մարդկությունը սեփական ճակատագրի ստեղծողից վերածվելով ուրիշի կոդի կերպարների։ Ահա թե ինչու մենք պարտավոր ենք հերքել այս գաղափարը, ոչ թե որովհետև մենք վախենում ենք դրանից, այլ որովհետև մենք գնահատում ենք ճշմարտությունը, որովհետև աշխարհը իրական է եւ այդ պատճառով այն կարելի է ուսումնասիրել, հասկանալ եւ վերափոխել։ Մենք ավատարներ չենք, մենք բնության մասն ենք եւ մենք կարող ենք իմանալ դա եւ փոխել այն։ Սիմուլյացիայի գաղափարը հետաքրքրաշարժ, բայց անհիմն տեսություն է, որը գիտական ապացույցներ չունի։ Մեր ապրած աշխարհը օբյեկտիվ է, ենթակա է բնության օբյեկտիվ օրենքներին եւ գոյություն ունի անկախ մեզնից։ Այս հայեցակարգի բացահայտումը կարևոր է, որպեսզի մարդիկ չկորցնեն իրականության նկատմամբ իրենց պատասխանատվությունը եւ չպահանջեն ֆանտաստիկ աշխարհ։ Մեր աշխարհը իրական է եւ միայն դա հասկանալու միջոցով կարող ենք ձգտել փոխել եւ բարելավել այն։ Հավանեցիք տեսանյութը, ուրեմն կիսվեք այն ձեր ընկերների հետ։ Մինչ հանդիպում։